Բաքվում ավարտվել են գերի վերցված մի շարք հայ գործիչների և պարզապես հայ բնակիչների շինծու դատավարությունը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը և երրորդ նախագահ Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, քանի որ նրանց տարիքը 65 տարեկանից բարձր է և Ադրբեջանի քրեական օրենսգրքի պահանջների համաձայն նրանց չեն կարող դատապարտել ցմահ ազատազրկման։ Մադադ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվեցին 19, Գարիկ Մարտիրոսյանը 18, Դավիթ Ալավերդյանը, Լևոն Բալայանը 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը 15 տարվա ազատազրկման, մանրամասնում են ադրբեջանական լրատվամիջոցները։